Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ և TikTok-ի հարթակի հետևորդներ, ձեզ հետ Ծովինար թվահոգեբանն է, ես այսօր ձեզ ներկայացնելու եմ վեդայական ժամանակակից թվահոգեբանությունից մի փոքր կխոսենք, որովհետև բավականին շատ հետաքրքիր աշխատանքներ եմ ես տանում, Իրանից ինչ է ներկայացնում վեդայական թվահոգեբանությունը, դա կապ ունի ամեն մի թվանշանը 1-ից 9, սկսված վեդայական թվահոգեբանության հետ չմոռանանք, որ ես նաև բավականին տիրապետել եմ տարոլոգիան, որը որ ամեն մի տարոքարտի մեջ կան տարբեր թվեր, որոնք ես բավականին 24-25 տարի օգտագործել եմ այդ թվանշանները և զբաղվել նումերալոգիայով շատ վաղուց թվագիտությամբ և շատ մարդկանց ես հրավիրում եմ ինձ մոտ, որովհետև դուք ինձ մոտ կարող եք ստանալ բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիաներ, տարբեր թվերի հետ կապված աշխատանքներ և այլը։ Մեկ թվանշանը դա կապ ունի արևի հետ, որը հին միֆոլոգիայում դա Սուրիան է, հենց ինքը արևը։ Երկրորդ երկու թվանշանը դա կապ ունի Չանդրայի հետ, դա լուսինն է։ Երրորդ թվանշանը դա կապ ունի Գուրուի հետ, դա Յուպիտեր մոլորակն է երեքը, իսկ 4 և 7 դա 4-ը Ռախուն է և 7-ը դա Կետուն է, այդ թվերը առաջ չեն եղել։ Կուրի Բուրխա դա Մերկուրին է, 5 թվանշանը, 6 թվանշանը դա հին միֆոլոգիայով դա Շանտին է, Վեներա մոլորակը, 8 թվանշանը դա Շանին է, Սատուրն մոլորակը, Կարմայի և ճակատագրի մոլորակը և 9 դա Մանգալան է, Մարսը։ Իսկ ինչու 4-ը և 7-ը, այսինքն Ռախուն և Կետուն չեն եղել, որովհետև եղել է, այդպես են ասում, միֆոլոգիայով եղել են վիշապ աստվածներ, դեմոնների մասին է խոսքը։ Սա վեդայական ժամանակակից թվագիտությունն է, որտեղ դուք ինձ մոտ կարող եք ստանալ բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիաներ, ինձ մոտ սովորելով, ձեր գիտելիքները զարգացնելով և առաջ գնալով, նաև կարող եք դուք ինձ մոտ սովորելուց հետո սովորել նաև մոլորակները շատ լավ հաշվելով այն և հասկանալով ինչ է դա նշանակում և ինչ չի նշանակում, որովհետև դրանք շատ կօգնեն ձեզ հետագայում, որպեսզի դուք օգնեք ձեր ընտանիքի անդամներին, ձեր երեխաներին։ Ես դասավանդում եմ թվահոգեբանական դասեր և դուք կարող եք ինձ մոտ դիմել սովորելու համար։ Ինչու ինձ մոտ, որովհետև ես ավարտել եմ Կետուի դպրոցը Ալեքսեյ Կապուսցինի մոտ, որովհետև Կետուն ինքը բավականին շատ ավելի հեշտացնում է մատրիցայի հետ կապված, երբ որ դուք դիմում եք ինձ, ես աշխատում եմ ձեզ հետ և ինչն է հետաքրքիր, որ ձեզ մոտ իմ կոնսուլտացիաներից հետո կարող են լինել բավականին արագ աճ թվանշանների հետ աշխատելուց հետո և ամեն մարդ աշխատում է իր թվանշանների վրա և կարող է այդ վիբրացիաները ճիշտ օգտագործել, այլ ոչ թե օգտագործել ոչ ի օգուտ ձեզ և դուք կարող եք ունենալ լավ փոփոխություններ ձեր կյանքում։ Ես արդեն ունեմ բավականին շատ մարդիկ, ովքեր ինձ դիմել են, լավ արդյունքներ ունենք, որոնք ես տեղադրում եմ իմ YouTube-յան ալիքում, TikTok-յան ալիքում և այլը, և ես ձեզ սիրելիներս հրավիրում եմ ինձ մոտ սովորելու, բացահայտելու ինձ հետ հոգեբանության գաղտնիքները, որովհետև Կետուն այդ հնարավորությունները բավականին լայնամասշտաբ է տալիս, որպեսզի դուք ինչու սովորեք, որպեսզի դուք կարողանաք նաև ձեր ընտանիքի անդամների հոգսը ավելի թեթևացնելու համար։ Ինքը ձեր ամիս, ամսաթիվ, տարեթիվը բավականին մեծ սխեմա է և գաղտնիքներ է պարունակում իր մեջ այդ թվերը և
դուք կարող եք հասնել բավականին բարձունքների ուսումնասիրելով իմ դպրոցում այդ գաղտնիքները։ Սկսած ձեզանից, ձեր գիտակցականից, հենց ամսվա թիվն է, խոսքի օրինակ 25, 2-ին 5 անում է 7, հա, եւ դա ձեր գիտակցական է, այն ինչ դուք ուզում եք, ձեր խելքը, հա, եւ ընդհանուր հաշվարկը անում ենք եւ իմանալով ձեր միսիան, որն է ձեր առաքինությունը, առաքելությունը այս աշխարհում, որպեսզի դուք ճիշտ ճանապարհի վրա կանգնեք եւ ճիշտ ճանապարհի վրա գնաք, սիրելիներս, դրա համար ցանկանում եմ ես, որպեսզի դուք ձեռք բերեք ճիշտ գիտելիքներ հենց ինձ մոտ, Կեյտուի, հա, հիմնադիրը դա եղել է Ալեքսեյ Կապուստինը, սովորելով ես Կեյտուի դպրոցում բավականին հետաքրքիր հմտություններ եմ ձեռք բերել, ես կարողանում եմ ոչ միայն աշխատել այդ թվերի հետ ձեր ճիշտ ուղու վրա դնելու, հա, ձեզ սիրով օգնելով եւ առաջ տանելով, այլ նաեւ այստեղ թվերը, երբ որ դուք սովորում եք, դրանք տալիս են ձեզ մեծ գիտելիքներ եւ դուք կկարողանաք հետագայում ձեր ճանապարհին, ձեր կյանքում, հա, հանդիպելով թվանշանները ճիշտ ըմբռնել, երբ որ խոսքի օրինակ արթնանում եք, ինչ որ թվանշան եք տեսնում կամ երազում կամ ինչ որ խանութ եք գնում, դուք կարող եք թվանշաններ տեսնել, թվանշանները դա Աստծո լեզվով, Արարչի լեզվով խոսում են ձեզ հետ, դուք պետք է կարողանաք ճիշտ հասկանալ այդ լեզուն եւ թվերը այդ գաղտնի ճիշտ օգտագործել ձեր կյանքում, որպեսզի դուք ունենաք բավականին մեծ հաջողություններ ձեր կյանքում։ Թվեր կան զգուշացնում են, թվեր կան իհարկե ձեզ կարող են լավ շանսեր տալ, հա, Արարչի լեզվով, որպեսզի դուք դա ճիշտ վերցնեք եւ ճիշտ ձեր կյանքում, հարգելիներս, կիրառեք։ Չմոռանանք նաեւ, որ ես նաեւ մոգության դասեր եմ տալիս, բայց հիմա ես հավաքում եմ արդեն թվահոգեբանության, հա, իմ դպրոցում նոր աշակերտներ, դրանցից մեկը կարող է լինել հենց ինքը, դու։ Այսքանը, սիրելիներս։